Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում իրավիճակը լարված է, հրմշտոց է տեղի ունեցել հոգևորականների եւ իրավապահների միջև։ Ամենայն հայոց կաթողիկոսը հայտնել է, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը գնում է ներկայանալու իրավապահներին, իսկ քահանայաց դասը հավաքվել է քննարկելու վիճակը։ Հիշեցնենք, քննչական կոմիտեն նրա բնակության վայրում իրականացրել է քննչական գործողություններ։ Arczepiskoposի դեմ քրեական վարույթ է հարուցվել սահմանադրական կարգը տապալելու եւ ծանր հոդվածներով հրապարակային կոչերի հիմքով։ Ավելի ուշ Միքայել arczepiskopos Աջապահյանը վերադարձել է Վեհարան կաթողիկոսի ուղեկցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցին, արդյոք եկեղեցու դեմ արդեն իրավապահներով է պայքարում, նշել է, որ չի ցանկանում իրեն հետապնդեն։ Նա հավելել է, որ այս պահին հարցերին պատասխանել չի պատրաստվում եւ այդ թեմային կանդրադառնա ասուլիսի ժամանակ։ 2025 թվականի հունիսի 26-ին համացանցում հրապարակված վարչապետ Փաշինյանի անունից պատրաստված ձայնագրության գործով քննչական կոմիտեն քրեական վարույթ է սկսել։ Ըստ քննչական կոմիտեի ձայնագրությունը արհեստական բանականության միջոցով կեղծված է եւ նպատակ ունի իրավական հետևանքներ առաջացնել։ Կասկածվում է, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ կատարել են համակարգչային կեղծիք, կատարվում է նախաքննություն մեղավոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Բարերար գործարար Սամվել Կարապետյանը, ով այս պահին գտնվում է կալանքի տակ, հայտարարություն է տարածել, որում ասված է, որ Հայաստանի իշխանությունները գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում եւ փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար հյուրային են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերավար մասնակցել է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին։ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շեշտելով, որ Հայաստանը այն երկիրն է, որն առաջարկում է բարդ, համալիր տեխնոլոգիական լուծումներ եւ ծառայություններ։ Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբեր անվտանգության մեխանիզմներ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի պատվիրակության բացակայության հարցին։ Ելույթ ունենալով համաժողովի նիստում Լուկաշենկոն մատնանշել է ԵԱՏՄ-ում առկա մի շարք խնդիրներ, որոնցից կարող է կախված լինել Հայաստանի դիրքորոշումը։ Ինչու է Հայաստանը նման դիրքորոշում որդեգրել։ Հավանաբար այնտեղ մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, չի կարելի դրանից փախչել։ Եթե ինչ-որ բան տեղի է ունենում, չի կարող միայն մի կողմը մեղավոր լինել։ Օրինակները շատ են։ Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ռազմավարության 18 հիմնական դրույթներ չեն իրականացվել։ Այդ բարդ հարցերի մեջ խորանալու առանձին ցանկություն չկա, բայց ինքներս մեզ պետք է ստիպենք։ Եթե տեղում դոփենք, ուրիշները մեզ կհասնեն, կտրորեն ու առաջ կգնան։ Միությունը պետք է հնարավորինս գրավիչ դառնա։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվար-ապրիլին կաշառք է վերցրել կեղծ պատվաստման վկայականներ տրամադրելու համար։ Կաշառքի մի մասը փոխանցվել է նաև երկու այլ բուժքույրերի։ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում առևտրային կաշառքի, իսկ 3-ի նկատմամբ օժանդակության մեղադրանքով գործն ուղարկվել է դատախազին։ Ծառավաղբյուրի փողոցում հունիսի 27-ի առավոտյան հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է փողոցի շենքերից մեկի տան գտնվող ավտոկայանատեղիում։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել Հրշեջ փրկարար ջոկատներից 6 մարտական հաշվարկ։ Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել է 350 բնակիչ։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվել են ավտոմեքենաներ։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է, որ 2026 թվականի ֆինանսական տարում 3.4 միլիարդ դոլար կծախսի ապագա նոր սերնդի F-47 կործանիչ ինքնաթիռի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը։ Պենտագոնում ցույց են տվել, թե ինչպես են ամերիկյան զինված ուժերը Ֆորդոյում հարձակվել իրանական միջուկային օբյեկտի 2 հիմնական օդափոխման համակարգերի վրա։ Դրանցից յուրաքանչյուրի համար օգտագործվել է 6-ական հակաբունկերային ռումբ։ Շտաբների պետերի կոմիտեի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու գործողությունը Ամերիկան պատրաստել է 15 տարում։ Բոլոր ռումբերը հարվածել են անհրաժեշտ կետերին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ուղղված ԱՄՆ հարվածները համեմատել էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի եւ Նագասակիից ռմբակոծությունների հետ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ապացույցներ ունի, ըստ որոնց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաները օգնել են Իսրայելին։ Նրա խոսքով այդ աջակցությունը տրվել է առանց այն երկրների թույլտվության, որտեղ այդ բազաները տեղակայված են։ Արաղչին նշել է, որ Իրանը լուրջ է վերաբերվում այս իրավիճակին եւ համարում է դա տարածաշրջանի անվտանգության համար վտանգավոր։ Պենտագոնում ցույց են տվել, թե ինչպես են ամերիկյան զինված ուժերը Ֆորդոյում հարձակվել իրանական միջուկային օբյեկտի երկու հիմնական օդափոխման համակարգերի վրա։ Դրանցից յուրաքանչյուրի համար օգտագործվել է 6-ական հակաբունկերային ռումբ։ Շտաբների պետերի կոմիտեի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու գործողությունը Ամերիկան պատրաստել է 15 տարում։ Բոլոր ռումբերը հարվածել են անհրաժեշտ կետերին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ուղղված ԱՄՆ հարվածները համեմատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիից ռմբակոծությունների հետ։ Իսրայելի ղեկավարի խոսքերով, Իրանի դեմ գործողությունները նոր հնարավորություններ են բացել հարևանների հետ խաղաղության ընդլայնման համար, ինչը շատ երկրներ, այդ թվում արաբական պետություններ, շահագրգռված են զարգացնելու։ Նա ընդգծել է, որ Գազայի պատանդների ազատ արձակման ու Համասի հարվածի համատեքստում սա կարևոր պահ է, որը պետք է ճիշտ օգտագործել խաղաղության առաջընթաց ապահովելու համար։ Ռազմագերիների հերթական փոխանակում Մոսկվայի ու Կիևի միջև։ ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածություններից հետո Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ռուս զինծառայողների ևս մեկ խումբ, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժերին ևս ռազմագերիների խումբ է փոխանցվել։ Գերատեսչության տեղեկացմամբ, ներկա պահին ռուս զինծառայողները գտնվում են Բելարուսում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մտադիր է դիվանագիտական ջանքեր գործադրել, քննարկելու Իրանի միջուկային ծրագրի ապագան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների հետ։ Նա ընդգծել է, որ իրավիճակի վատթարագույն զարգացումը կլինի Իրանի հնարավոր դուրս գալը միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Մակրոնը նշել է, որ արդեն սկսել է այդ հարցի շուրջ զրույցներ ԱՄՆ նախագահի հետ և պատրաստվում է շարունակել քննարկումները մյուս գործընկերների հետ, նպատակ ունենալով կանխել ռիսկերը և պահել պայմանագրի շրջանակը։ Բաքվի Ադրբեջան ֆիլմ կինոստուդիայի բակում հզոր պայթյուն է տեղի ունեցել, տուժածներ չկան, այրվել է նկարահանումների ընթացքում օգտագործվող պիրոտեխնիկան, պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Բուհական ընդունելության քննությունները շարունակվում են։ Հունիսի 10-ից մեկնարկած ընդունելության միասնական քննությունների երկրորդ հիմնական փուլին հայտագրված դիմորդների թիվը 15953 է, նախորդ տարվանից շուրջ 1257-ով ավելի։ Դիմորդներն արդեն հանձնել են քննական առարկաների հիմնական մասը, առջևում ֆիզիկա և հայոց պատմություն առարկաներն են։ Հունիսի 27-ին այս փուլի միասնական քննությունների եզրափակիչ օրն է։ 1052 դիմորդ ֆիզիկա է հանձնել 1289 հայոց պատմություն։ Քննությունների պատասխանները 5-րդ օրն են հայտնի լինում, 6-րդ օրը բողոքարկումն է։ Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո ամեն տարի մնում են նաև թափուր տեղեր և մյուս կողմից մնում են դիմորդներ, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց չեն հաղթահարել մրցույթը։ Այդ բոլոր դիմորդների համար կազմակերպվում է մրցույթի լրացուցիչ փուլը և կրկնում եմ, բացառապես դրական միավորներով։ Պահանջված մասնագիտությունների ցանկում այս տարի ևս որոշակի փոփոխություններ կան։ Ամենապահանջվածները բուժական գործ, ստոմատոլոգիա, ճարտարապետություն, միջավայրի դիզայն, կառավարում ըստ ոլորտի, տնտեսագիտություն, շուկայագիտություն և իրավագիտություն մասնագիտություններն են։ Այդուհանդերձ կան նաև մասնագիտություններ, որոնց համար ընդամենը մեկ դիմորդ է եղել, իսկ որոշ բաժիններում էլ ընդհանրապես դիմորդ չեն ունեցել։
Օրինակ, պոլիտեխնիկ համալսարանում քիմիական տեխնոլոգիա մասնագիտությունը ոչ մի դիմում չունի։ Նույն պոլիտեխնիկում օգտակար հանածոների հարստացում մասնագիտությունը օգտակար հանածոներով հարուստ մեր երկրում պահանջարկ չունի փաստորեն։ Մանկավարժականում գրադարանային տեղեկատվական աղբյուրներ, շրջակա միջավայրի գիտություններ, կինոյի պետական ինստիտուտում կինոգիտությունը պահանջարկ չունի։ Այս տարվա քննություններն արտառոց են եղել նաև մեծահասակների մասնակցությամբ։ Մի 90-ամյա պապիկ է ստուգել մաթեմատիկայի գիտելիքները։ Սոկրատ պապը հաղթահարել է անցողի քշեմը։ Այնինչ մերօրյա երիտասարդությանը բնական գիտությունները չեն ձգում, բուհերում տեղերը թափուր են մնում, խզվել է աշխատաշուկա մասնագետ կապը։ Այդ խնդիրը մենք ունենք արդեն դարերով, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում աշխատաշուկայի խնդիրներին եւ չի լուծում ոչ մեկ այդած։ Մենք ոնց որ միշտ համարյա վերջին ժամանակներս դուրս ենք անում մեր հանկակարը։ Այսինքն այստեղ հարստացման բանի վեր դες խնդիր չենք լուծում։ Այդ մարդը ինչ անի, ասենք դա սովորի որ գնա ուր աշխատել, ասենք Հնդկաստանում, բայց մենք հասկանանք ինչի համար է պետք է այդ մասնագիտությունը։ Աշակերտները 10 մասնագիտությունից ավել չեն կարող անվանել։ Այդ պարագայում ոնց է պատկերացնել, ասենք այդ մարդը, ասենք մեկ էլ հանգարց նստեց ու որոշեց, որ ուզում է զբաղվի քիմիական արդյունաբերության, այսինչ հետաքրքիր ճյուղով։ Մինչև քննական կենտրոն ոտք դնելը դիմորդներին նախ ստուգում են մետաղորսիչներով, բայց մեկ է նրանք գտնում են հնարը ականջակալներով ու հեռախոսներով քննասենյակ հասնելու։ Հսկիչները կանխել են դիմորդների խորամանկությունները, որոնց համար, ինչպես ասում են, քննությունը միշտ է տոն։